Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը միջազգային ճանաչում ունեցող հայազգի թավ ջութակահար, Կապան ֆեստ երաժշտական փառատոնի հիմնադիր Սևակ Ավանեսյանն է։ Բարև ձեզ, Սևակ։ Շնորհակալություն, որ կայանում է մեր հանդիպումը։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Դե անպայման իմ առաջին հարցը պետք է սկսի Կապան ֆեստից։ Ինչպես ծնվեց Կապան ֆեստը հիմնադրելու գաղափարը։ Արդեն Կապան ֆեստը դարձել է մի տեսակ ավանդույթ եւ ես վստահ եմ, հույսով եմ, ես վստահ եմ, որ մեզնից հետո էլ տարիներ անց ինքը դեռ կշարունակի գործել, արդեն 4-րդ տարին է։ Եվ տեսնում եք ամեն տարի փոքր բան ավելացնում ենք, փորձում ենք կապանցիների հանդիսատեսի համար հետարքիր եւ նորություն բերել, չմոռանալով անցյալ տարիների մեր արդեն բարեկամ դարձած արտիստերին եւ փորձում ենք մեր գնալուց հետո ինչ որ մի փոքր բան մի կաթիլ թողնենք, ստացվում է դեռ։ Իսկ երբ սկսում էիք գաղափարը ծագեց ձեր մեջ, արդյոք հավատում էիք, որ հաջողության եք հասնելու, ամեն ինչ այսպես հարթ սահուն ընթանալու է։ Ինչպիսին էին պատկերացումները։ Ընդհանրապես հարթ սահուն չէր եւ հեշտ չէր, քանի որ ես ունեմ իմ բախտը բերել է միգուցե դրանով, հաճախ եմ հպարտանում եւ բարձենում իմ ընկերներով, քանի որ իրանք աշխարհահռչակ երաժիշտներ են եւ հետեւաբար հիասքանչ մարդիկ, ես միշտ գիտեի, որ մարդիկ կան, չէ, որ ասում են քո հետ մինչեւ աշխարհի վերջը կգնամ կամ մինչեւ լուսին կգնամ, ես այդ մենք իրար հետ երաժիշտներով մինչեւ վերջ ամենտեղ կգնանք եւ Կապանը ինչքան էլ ֆիզիկապես հեռու է հասնելը, հոգեպես այնքան լավ են մարդիկ իրանց զգում, որ միշտ ուզում են գան։ Արդեն հիմիկվանից խոսում ենք 100 տարվա ծրագրի մասին, մարդիկ իրենց հուլիս ամիսները ազատ են թողնում։ Այսինքն ես գիտեի, որ ես կարող եմ վստահեմ իմ բարեկամներին, իմ հարազատներին, որոնք որ այստեղ կլինեն, հետեւաբար այդ երաժիշտների ներկայության դեպքում անհնար էր, որ հաջողություն չլինի եւ հետեւաբար ես սպասում էի այս ամեն ինչին եւ ուղղակի երջանիկ եմ։ Եվ ինչու հատկապես Կապանը։ Պատճառները շատ են, ես կուզենամ 3 պատճառ ընդգծել։ Առաջի հերթին ես բնիկ կապանցի եմ։ Իմ հայրը այստեղից է, իմ տատին, պապին, իմ գերդաստանը մինչև պատմության սկիզբ Կապանից են, հետևաբար իմ հողն է սա։ Ինչքան էլ Հայաստանի ամեն մի հող իմն է, Հայաստանի եւ Արցախի եւ Արևմտյան Հայաստանի եւ այո Ջավախքի, այդ հողերը իմն են եւ ամենտեղ ես ինձ զգում եմ իմ տանը, Կապանը իմ հայրական տունն է։ Սա առաջի պատճառն է, երկրորդը որպես երաժիշտ եւ էգոիստաբար այս համերգասրահն է, որտեղ իմ համար նվագելը ուղղակի գերագույն հաճույք է, հանդիսատես եւ համերգասրահ եւ կապանցի, եւ երրորդը դա կապանցիներն են, Գևորգ Պարսյանի համայնքապետի գլխավորությամբ, որ մարդիկ ում հետ կարելի է երկարատև աշխատանք ունենալ եւ ունենալ այսպիսի հաջողություն։ 3 կոմպոնենտները, որ ինչ որ մեկը չլիներ այդ կոմպոնենտներից, չգիտեմ արդյոք այսքան լավ կասեր փառատոնը։ Դուք Բելգիայի թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ եք եւ ամենաերիտասարդ շրջանավարտն եք եղել այդ տարիներին։ Արդյոք այդ հաստատությունը կերտել է այժմյան Սևակին։ Բելգիայի թագավորական կոնսերվատորիան շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա։ Բնականաբար, եթե չգնայի Բրյուսել, կգնայի միգուցե ուրիշ կոնսերվատորիա եւ էլի կամ կլինեի նույն երաժիշտը, նույն մարդը կամ մի քիչ ուրիշ ձևի, բայց իմ անցած ճանապարհի շնորհիվ եմ ես այսօր այն երաժիշտը ու այն մարդը, որը որ կամ։ Իսկ եթե մի քիչ ավելի հեռու գնաք դեպի մանկություն, ինչպես կայացրեցիք որոշում, որ հենց թավջութակ եք նվագելու։ Երաժիշտների այլ ընտրանք։ Այլ ընտրանք միշտ է եղել, տատս ուզում էր բժիշկ դառնալ, չեմ հիշում, ով էր ուզում էր հոբոիստ դառնալ, բայց երաժիշտների ընտանիքում եմ ծնվել եւ երաժիշտ դառնալը ամենաբնական եւ սպասելի երևի։ Սպասելի, հա, որոշումների համար։ Իսկ ինչու հենց թավջութակը։ Ես շատ լավ եմ հիշում 4 տարեկան էի, երբ գնացի Ստիվենի Սերվիսի համերգին եւ բերանս բաց լսում էի այդ հանճարեղ թավջութակահարին եւ տուն եկա
ու նամակ գրեցի Ձմեռ պապիկին, որ ուզում եմ թավջութակ, հեծանիվ ու լիքը շոկոլադ։ Հեծանիվը չեմ հիշում, շոկոլադը չեմ հիշում, բայց թավջութակը մինչև հիմա հիշում եմ, որ նոր տարուն Ձմեռ պապին բերեց եւ դարձա թավջութակ ահար եւ եթե 10 անգամ էլ ծնվեի, 10-ն էլ թավջութակ կընտրեի։ Ով է ամենամեծ ազդեցություն ունեցել երաժշտական առումով ձեր մասնագիտական ընտրության հարցում։ Շատ մասնագիտական ընտրությունը էլի եմ ասում, որ երաժշտի ընտանիքում ծնվելը դա իմ համար նորմալ երևույթ էր եւ որպես երեխա մեծանում ես շատ դեպքերում առանց հասկանալու թե ինչի ես դպրոց գնում, ինչի ես գրիչ վերցնում կամ հայերեն լեզու կամ մաթեմատիկա սովորում, երբ որ կյանքի ընթացքում արդեն կրթվում ես, հասկանում ես այդ ամեն ինչի կարևորությունը, բայց իմ մասնագիտական կյանքում շատ մարդիկ են եղել եւ բոլորին ես հիշում եմ, սկսած իմ առաջի դասատուից մինչև այսօրվա իմ ընկերները, որ այստեղ են, որոնք որ իմ վրա մեծ երաժշտական եւ մարդկային ազդեցություն են ունենում, հույսով եմ դեպի ավելի լավ երաժիշտ, ավելի լավ մարդ դառնալու, շարունակում եմ այդ ճանապարհը իմ վրա աշխատել։ Շատ են մարդիկ եւ ամեն մեկի ազդեցությունը շատ մեծ է իմ կյանքում եւ հույսով եմ նույն բանն էլ մենք ենք անում հաջորդ սերունդի համար, փորձում ենք անենք։ Այսօր մեր հանդիպումից առաջ դուք հավաքել էիք, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, երիտասարդ ջութակահարների թավջութակ եւ լարեր էիք բաժանում, մի քիչ պատմեք էս ինչ նախաձեռնություններ։ Ոնց որ ասեցի, մենք փառատոնի շրջանակներում փորձում ենք մեր հետևից ինչ-որ մի լավ բան թողնել, մենք ունենք շատ քիչ քանակի, բայց հիասքանչ հովանավորներ, որոնք որ ամեն մեկը օգնում են, որ այս փառատոնը կայանա։ Եվ մեր գլխավոր հովանավորներից մեկը Լարսենի լարերն են, որ նայում եք այստեղ Լարսեն չի, իմ թավջութակի վրա որ նայեք, սա Լարսենի լարերն են, որոնք որ իրականում շատ թանկ են։ Սա, եթե չեմ սխալվում, $1000 արժե մի սեթը 4 լարը եւ ուսանողները շատ դեպքերում այդ հնարավորությունը չունեն, ոչ թե շատ դեպքերում, այլ ընդհանրապես ցանկացած նույնիսկ Եվրոպայում բնակվող երաժշտի համար դա ահագին թանկանոց հաճույք, բայց պարտադիր։ Ինչքան գործիքդ լավը լինի, ինչքան լարերդ լավ լինեն, ինչքան քո դասատուն եւ ամեն ինչը, մազ, աղեղ, նոտա եւ ամեն ինչ լավ լինի, այնքան դու լավ կնվագես։ Եվ մենք այսօր կարողացանք, եթե չեմ սխալվում, 20 լարային գործիքի լար նվիրենք մեր երեխաներին, որը որ իսկականից շատ Ինչ եք կարծում, շփվում եք երիտասարդ երաժիշտների հետ, ապագա մեր տաղանդների հետ, այսպես կարող ենք նաև ասել, ինչպիսին է նրանց տրամադրվածությունը եւ առհասարակ դասական երաժշտությունը այսօր ինչ դեր է կատարում երիտասարդների կյանքում։ Նոր տեսակ այդ երեխաների նվագի մակարդակը եւ իրանց մարդ տեսակի մակարդակը ես ուղղակի շոկի մեջ եմ ամեն օր, որտեղից են հայտնվել, ոնց են այսքան լավը, ինչքան մարդ կլասիկ երաժշտություն նվագի, լավ սնունդ, հոգեվոր եւ ֆիզիկական, ինչքան ուտելիքի պահով են, չէ, ասում են դու այն ես ինչ որ ուտում ես։ Երաժշտությունն էլ դու այն ես ինչ որ լսում ես, եթե դու լսում ես մեր թշնամի հարևանի երաժշտությունը, դու կարող ես լինես լավ մարդ, ինչու՞ չէ, բայց դու այն ես ինչ որ լսում ես։ Եվ ցանկացած մարդ, ով որ լսում է կլասիկ երաժշտություն, ով որ նվագում է կլասիկ երաժշտություն, ինքը դա է։ Նա Բեթհովենն է, նա Բրամսն է, նա Արամ Խաչատրյանն է, Բաբաջանյանն է, նրա հոգին հարուստ է։ Հետևաբար իր կյանքի արած որոշումները եւ ապրած կյանքը ավելի հարուստ, ավելի նպատակային է, քան մյուս մարդունը, ով որ լսում է ռապից երաժշտություն։ Տարբերություն կա, կռունկ եք կատարում, թե դրսի կոմպոզիտորներին եք կատարում օրինակ։ Ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ եւ ամեն ստեղծագործություն, որ ես նվագում եմ, ես պետք է իրան սիրեմ, թե որպես իմ կյանքի եւ ամեն նոտան նվագում եմ, պետք է լինի իմ կյանքի վերջին նոտան։ Ամենայն դեպս դա է նպատակը եւ իհարկե Կոմիտասը եւ Բաբաջանյանը եւ Խաչատրյանը իմն են, իմ արյունն է։ Հատկապես Հայաստանում այնքան համահունչ է, որ մենք շատ դեպքերում
աչքաթող ենք անում, բայց երբ որ դու արտասահմանում ես եւ նվագում ես այս ստեղծագործությունը, ուրիշ զգացողություն է։ Բայց այսօր ես Brahms եմ նվագելու ու անհամբեր սպասում եմ, որ շուտ անեմ գնամ նվագեմ, որովհետև այսօր ես ավստրիական մշակույթ եմ ներկայացնում, դա եմ սիրելու, դա եմ կատարելու, դա եմ զգալու։ Շատ լավ։ Ունեք երազանք կամ նախագիծ, որի մասին կուզեի կիսվել։ Ես կուզենայի մի քանի տարի հետո ես չզբաղվեի Կապան փառատոնով եւ իմ փոխարեն ուրիշները ել ավելի լավ։ Տեսնում եք այդ մարդուն կամ մարդկանց։ Արդեն սկսում եմ փնտրել։ Եթե կան, խնդրում եմ հավեցեք մարդիկ, ովքեր կամ մի մարդ, ով կարողանա մեզնից ավելի լավ անի ու միգուցե մեզ էլ մեկ-մեկ հրավիրի կանք տեսնեք ոնց են կազմակերպել, թե կկատարեք նաեւ։ Միգուցե։ Եթե հնարավորություն ունենայիք դուետով հանդես գալ երաժշտի հետ, ով նաև այսօր չկա անցյալից, ով է ձեր ֆավորիտը։ Իմ մեծ երազանքը կլիներ Դինո Լիպատիի հետ հանդես գալ։ Դինո Լիպատին ռումինացի, իմ ամենասիրած սիրելի դաշնակահարներից է, երաժիշտներից է եւ երազանք կլիներ իր հետ նույն բեմում հայտնվել։ Բայց ես այսօր ունեմ այդ բախտը իմ երազանքի արտիստերի հետ ելույթ ունենալ, որը այսօր է եւ վաղը եւ իմ բախտն տենց է բերել։ Տարվա կտրվածքով շնորհակալություն։ Տարվա կտրվածքով ավելի շատ Հայաստանում եք լինում, թե արտերկրում եք լինում, ինչպիսին է ձեր գրաֆիկը։ Փորձում եմ մաքսիմալ շատ Հայաստանում լինել, որտեղ իմ տունը Հայաստանն է, բայց որպես կլասիկ երաժիշտ եւ սոլո կամերային կլասիկ երաժիշտ ես շատ եմ ճամփորդում։ Տարուց տարի է կախված։ Այս տարի ահագին բացակայեցի, բայց հիմա մի քանի ամիս լինելու եմ իմ տանը, որը տնից լավ տեղ չկա, իմ հողից լավ հող չկա։ Սահմանված հանգստի ամիս, ժամանակ, օրեր ունեք։ Չէ, ընդհանրապես ամեն տեղ, ամեն պահի փորձում եմ հանգստանալ, վայելում եմ ճամփորդությունները, վայելում եմ այն մարդկանց, որոնց որ մի շաբաթ առաջ եմ ես փառատոնից 3 օր առաջ ես վերադարձա Բոստոնից չէ, Վաշինգտոնից, նույնիսկ հերթականությունն եմ խառնում։ Փառատոնից 3 օր առաջ ես Վաշինգտոնում էի, որտեղ տեսա իմ մտերիմ ընկերներին եւ իմ համար հաճելի էր այդ երևույթը, որ ես կարող եմ իրենց հետ անցկացնել մի քանի օր ժամանակ եւ փառատոնից հետո ես մեկնելու եմ Պորտուգալիա, որտեղ իմ մյուս ընկերներին եմ տեսնելու, այսինքն այդպիսով որպես երաժիշտ ճամփորդելով ես համ հանգստանում եմ, համ աշխատում, համ վայելում եւ երաժշտությունը միշտ իմ հետ։ Խոսում ենք եվրոպական երկրների փառատոնների մասին եւ Կապան ֆեստի մասին, Կապանում եւ դրսում փառատոնների միջև ինչ տարբերություն կա, ինչն է պակասում, ինչն է որ լավ եւ համահունչ է դարձնում այն։ Ինձ թվում է այս հարցը լավ կլինի մեր օտարերկրյա երաժիշտներին տակ, որովհետեւ իրանք հիացած են մեր փառատոնով ու իհարկե այն ստանդարտները ինչ որ Եվրոպայում են մենք չենք մոտենում, դա լինի լույսը բեմի նստարանները, բայց մենք ունենք երաժիշտներ, որոնք որ աշխարհի top երաժիշտներն են։ Մեր այսօր դուք կլսեք Brahms-ի սեքստետը, որը որ մենակ գործիքների կոլեկցիան կարող եք նայեք, տենց սեքստետ 6 հոգի, որ բարձրանալու են բեմ կամ 3-4 առաջի օրվա շոսոն կոնցերտը, տենց մակարդակ աշխարհում հազվադեպ է լինում նույն բեմում, այսինքն մենք շատ բաներով ենք առավել մարդկային, երաժշտական եւ հանդիսատեսի ռեսուրսով մենք ավելի հարուստ ենք եւ առավել, քան աշխարհի լավագույն փառատոնները։ Շնորհակալություն։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ սպասված հյուրը աշխարհահռչակ թավջութակահար Սևակ Ավանեսյանն էր։ Կհանդիպենք։